Պարոն Մելիքյան, վերջին տարիներին Հայաստանի հավաքականը, այսպես ասած, ցավոտ թեմա է դարձել ֆուտբոլասերի, ֆուտբոլի հետ կապ ունեցող մարդկանց համար, իհարկե ձեր նշանակումից հետո որոշակի դրական արձագանքներ եղան, բայց մենք հաշվով նախորդ խաղերը հաշվի առնելով լուրջ փոփոխություններ առանձին չենք տեսնում։ Ձեր կարծիքով ինչ հիմք կա մտածելու, որ առաջիկայում փոփոխություններ լինելու են, հավաքականը դարձյալը ուրախացնել, նաև նշում եք, որ ցանկանում եք գլխավորել հավաքականը, հիմա գլխավորել եք ձեր տեսլականը մեր ապագայի վերաբերյալ հավաքականը։ Դե դուք չեք կարող տեսնել այն ինչ որ ես եմ տեսնում, մինչև ինձ ասում են, որ հավաքականում կոլեկտիվ չկա, բաժանված է մի քանի մասի, մենտալիտետների պրոբլեմ կա եւ այլն, բայց ես համոզված կարող եմ ասել, որ մեր հավաքականը հիմա առողջ կոլեկտիվ ունի, միասնական է, դրա մասին կարող են խոսել եւ մեր ֆուտբոլիստները, ես եթե մի բան չկա, ես չեմ ասի, ասում եմ, որ ունի կարգապահություն, ունի միասնություն, ունի այն մոտիվացիան, որ ելնի դաշտ ու պայքարի իր ազգի, իր հավաքականի համար, հագնելով համազգեստը զգալ պատասխանատվություն եւ ելնել դաշտ պատերազմի։ Ես այդ ամեն ինչը արդեն տեսնում եմ, որը տարիներով տարբերություն եղել են։ Հիմա տեսնում եմ։ Հիմա շարժվում ենք առաջ։ Եթե ուզում եք ամեն ինչ տնեք մի անգամից չի լինի, ես պատրաստ չեմ դրան, բայց համոզված եմ, որ 1-2 տարի հետո մեր մոտ ավելի լավ կլինի։ Բայց ինձ մտահոգում է այն ռեսուրսը, որ մենք չունենք, ինչի մասին մենք խոսում ենք, դա մտահոգում է, բայց ես ասում եմ 1-2 տարի հետո կունենանք այն բրոնզկը հանդերձանանում այն թիմը, որը պատրաստ է հարցեր լուծելու, պատրաստ է, ես չեմ ասում, որ մենք 1-2 տարի հետո ինչ-որ մի արդյունքներ կտանք, բարձր խոսքեր չեմ ուզում ասեմ, բայց պատրաստ կլինի պայքարելու եւ կտենակ, որ շատ ավելի լավը կլինի։ Մտահոգում է այդ ռեսուրսը, որովհետեւ ես հիմա բախվում եմ այն պրոբլեմների հետ, որ նայեք, մենք ունենք, ես սահմանափակ քանակով ֆուտբոլիստներ կարող եմ հրավիրել հավաքական։ Ինձ ասում են ընդամենը 25 հոգի։ Այո, ես այսօր հրավիրում եմ 25 հոգի։ Բայց մյուս ցիկլում ես կարող եմ այդ 25-ի մեջ տենալ, որում չլինեն 5-ը կամ 7-ը, լինեն մյուս 5-ը 7-ը։ Բայց ընտրության ժամանակ ես բախվում եմ այն պրոբլեմի, որ ֆուտբոլիստներ ջայել բանակի հարցը կա տարեկետումներ։ Այդ տարեկետումները այնպես են դրել իմ առջև, որ հավաքականը պետք է անդամ լինի, որ նոր տարեկետում ստանա, բայց ընդեր լավ տղեկ կան ֆուտբոլիստներ, բայց իմ սահմանափակ է իմ ցուցակը, ես այսօր իրան չեմ տենում, բայց վաղը տենում եմ, որ ինքը կարա կես տարի, մի տարի հետո այդ ֆուտբոլիստը ինձ պետք գա, եթե տարեկետում հիմա չտվեցին, որովհետև ես այսօր չեմ հրավիրում իրեն, մի տարի հետո այդ տղեն չի լինելու ընդհանրապես, գնում է բանակ, այսինքն ես առաջարկում եմ սենց, ոչ թե անդամ, այլ թեկնածու, լայն ցուցակ, որ չունենամ 25, գոնե ունենամ 35 կամ 40, ինչի հաշվին ես կարող եմ վաղ թե ուշ հույս ունենալ արդյունքների։ Մենք չունենք աստղեր, որոնք կարող են հելնել Եվրոպա ու աստղերի հաշվին խաղ կրել, արդյունք ստանալ, չունենք։ Ունենք լավ ֆուտբոլիստներ, բայց չունենք այդ աստղերի հաշվին հարց լուծելը։ Ուրեմն ինչի հաշվի մենք կարող ենք։ Ես ինքս ինձ այդ հարցը տվել եմ։ Ուրեմն միայն թիմային մի քանի արգումենտներով ես
թիմային ոգին լինի, թիմային դիսցիպլինա լինի, կարգապահություն լինի, օրգանիզացիան լինի։ Սա կապում եմ թիմի հետ, թիմ։ Եթե եղավ այդ թիմը, այդ միասնական ուժը, մենք ունենք հնարավորություն հասնել ինչ-որ մի արդյունքի։ Ես դա արել եմ իմ փորձից Փյունիկում։ Փյունիկում էլ չեմ ունեցել այդպիսի ֆուտբոլիստներ, որ կարան իրանք մենակով հարց լուծեն եւ Եվրոպայում եւ առաջնությունում։ Փյունիկում միշտ հավաքել եմ, որտից դուրս մնացել են ֆուտբոլիստ, բերե հավաքել եմ, բայց տեսակներ եմ հավաքել, որոնք հասկանում են ինչա նշանակում միասին լինել, դուխ ունենալ, ոգի ունենալ, պայքարի նվիրվածություն ունենալ։ Այդ ամեն ինչը ես ուզում եմ ունենանք մենք հավաքականում։ Դա համար իմ համար առողջ կոլեկտիվ, միասնական լինել, կարգապահ լինել, նվիրված լինել, հայրենասեր լինել, այդ ամեն ինչը մենակ կարա հույս ունեմ, որ վաղ թե ուշ մենք ունենանք այդ ուղղությամբ արդյունքներ։